Մարտի 18-ին ժամը 23:45-ին Բերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ ստացվեց, որ մեկը ագոնալ վիճակ, մյուսը կլինիկական մահ ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդ։ Ոստիկանները շտապ հիվանդանոց մեկնեցին։ Տեղում պարզվեց տուժողների ինքնությունը, ապա պարզ դարձավ նաև, որ երկուսն էլ հիվանդանոցում էին հայտնվել սուր կտրող ծակող գործիքով ստացած վնասվածքների հետևանքով։ Երիտասարդներից մեկի՝ Գագիկ Ճաղարյանի կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքները ճակատագրական էին։ Նա մահացել էր դեռ հիվանդանոց չհասած։ Քրեական հետախույզներին շուտով հաջողվեց տեղեկություններ ստանալ կատարվածի վերաբերյալ։ Վիճաբանություն էր եղել, որը հանգուցալուծվել էր ողբերգությամբ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Տավուշի մարզային վարչությունների ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում պարզվեց, որ դեպքը տեղի էր ունեցել Տավուշի ջրամբարի մոտ գտնվող նախկին ավտոպահեստամասերի խանութի տարածքում։ Շուտով ճշտվեց նաև կասկածյալի ինքնությունը՝ Բերդ քաղաքի բնակիչ 1991 թվականին ծնված Գրիգոր Մաթևոսյանն էր, որը սպանություն կատարելու կասկածանքով հայտնվեց ոստիկանության Տավուշի բաժնում։ Ըստ նախնական տեղեկությունների, Գրիգոր Մաթևոսյանն իր BMW մակնիշի ավտոմեքենան հրկիզելու փորձի պատճառաբանությամբ հիշյալ վայրում հանդիպել էր տուժողների հետ։ Պարզաբանումը վեճի էր վերածվել և նա դանակով հարվածել էր երկուսին էլ։ Գագիկ Ճաղարյանը տեղում մահացել էր։ Մաթևոսյանը դեպքի վայրում գտնվող Բերդ քաղաքի երկու այլ բնակիչների հետ նրանցից մեկի ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով վիրավոր երիտասարդներին տեղափոխել էր հիվանդանոց։ Հասնելով բժշկական կենտրոն, դարպասների մոտ իջեցրել էին նրանց և թողնելով մուտքի մոտ արագ հեռացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գրիգոր Մաթևոսյանը կալանավորված է։ Կատարվում է նախաքննություն։